Ես կուզեմ կարդալ Գործ Առաքելոցի 6-րդ գլխից եւ որոշ սարկավակների վրայով իրանց առաքչության մասին որոշ սրտումս գալ խոսքեր ասելու եմ։ Եվ այն օրերը Գործ Առաքելոց 6-րդ գլուխն եմ կարդում, եւ այն օրերը երբ աշակերտները շատցան, հելենացելոց կողմեն տրտունջ եղավ Եփրայեցով դեմ, որովհետեւ իրենց որբևարիները ամեն օրվան ողորմության մատակարարության մեջ անտես կլային եւ շատ կարեւոր հարց բարձրացրեցին անգամ ավակները կային որբևարի կանայք երեխաները որբ մնացած եւ հայրերը չկային իրանց ով պիտի հետեւեր առաքյալների գործ այլեր եւ 12-ը կանչեցին աշակերտերին բազմությունը եւ ասին մեզի չի վայելեր Աստծո խոսքը ցկել եւ սեղանների ծառայություն անել ուստի եղբայրներ ձեզ մե 7 հոգի ընտրեցեք բարի վկայված որակներն է տալիս ձեզ մե ընտրեցեք եղբայրներին խոսքված մեզի չի վայելեր Աստծո խոսքը ցկել ու սեղանների ծառայություն անել ուստի եղբայրներ ձեզ մե 7 հոգի ընտրեցեք բարի վկայված դա իր կյանքն է մաքրությամբ, արդարությամբ, սրբությամբ ապրող, հոգով սրբով, իմաստությունով լեցուն, որպեսզի զանոնք այս գործին վրա դրվեն։ Եվ մենք աղոթքի Աստծո խոսքի պաշտոնին պարապենք, եւ այս խոսքը բազմության արժև հաճելի երեցավ, ընտրեցին Ստեփանոսը հավատքով եւ հոգով սրբով։ Շեշտում է ընտրեցին Ստեփանոսը հավատքով ու հոգով սրբով լեցուն մարդը ու Փիլիպոսը եւ Պրոքորոնը Նիկանորան եւ վերջապես ընտրեցին այդ բոլորին որոնք մտան ծառայության գործի մեջ ես կուզեմ երկու սպասավորների ապրած կյանքի մասին ինձ եւ բոլորիս համար ասելու դրանց մեջ էր Ստեփանոսը դրանց մեջ էր նմանապես Փիլիպոսը Ստեփանոսի մասին գրված է եւ Ստեփանոս որ հավատքով ու զորությունով լցված մարդ մներ մեծ հրաշքներ եւ նշաններ կներ ժողովրդի մեջ, բայց ոմանք այն ժողովարանեն, որ ազատեցելոց եւ կյուրոնացոց եւ Ալեքսանդրացոց ժողովարանին կսվեր, ոմանք Կիլիկիա եւ Ասիայեն ելան եւ Ստեփանոսը դիջաբանջումներ։ Տեսնենք, որ Ստեփանոսը նա գիտեր ավետարանի ճշմարտությունը հոգիով եւ ինքը բոլորի արժեվ կանգնում, բոլորում հիմնավորված խոսքերով խոսում, որ մեր հայրերը ինչպեսի կյանք են անցել եւ այս բանը որ կատարված այդ որովհետեւ այս բոլոր խոսակցություն առաջացավ երբ Պենտեկոստի օրը երբ Հիսուս ասեց աշակերտներին Երուսաղեմից չհեռանաք մինչեւ վերևից զորություն առնեք աշակերտները այդ պատգամ այդ պատվերը հոժարությամբ պահեցին 10 օր շատ կարևոր է ժամանակի հարց է աշակերտները 10 օր չէին զբաղված որևէ մի ծառայության որևէ մի գործի համանդրանք Հիսուսի խոսքերը ընդունել էին, որ Երուսաղեմից չհեռանաք մինչև վերևից զորություն առնեք։ Եվ այդ 10 օրվա ընթացքում շատ լուրջ հարց է, ինչ անեին նրանք, ինչով զբաղվեին այդ 10 օրը։ Այդ 10 օրը նրանք աղոթք էին վարժվել։ Շատ կարևոր է սպասավորի առաջնային հոգսը աղոթքի կյանք ունի թե չէ։ Խոսքը բոլորս կարդում ենք, բայց աղոթքի շատ դժվարություն է աղոթքը։ Հիսուսն ասեց, որ փեվարի կնոջ համար անիրավ դատավորի առակի մեջ աղոթեցեք անդադար ու մի ձանձրացեք, աղոթքը ձանձրույթ է բերում, աղոթքը ճնշում է գործադրում, աղոթքը մտքեր է բերում, դու ցավերվում ես եւ տարբանորով ես զբաղվում, բայց աղոթքի ժամանակը գնում է, իսկ աղոթքը դա աշխատանք է, աղոթքը ամենամեծ աշխատանքն է, ինչ էին անում առաքյալները 10 օրը, Պենտեկոստեն որտեղից առաջացավ, 10 օր աղոթելուց հետո բնականաբար եկեք մենք էլ փորձենք հարատևել աղոթել արդյոք աղոթքը անպտուղ կլինի թե արդյունք կբերի այդ աղոթքի արդյունքն էր վերևից զորություն իջավ իսկ եթե չաղոթեին երբ Փիլիպոսը գնացել էր Սամարիա սարկավակ էր Փիլիպոսը նրա առաջի գործն էր ավետարաներ Քրիստոսի ավետարանը նա ավետարանեց ճշմարտությունը եւ սամարացիները, որոնք օտարացված էին հрьяաներից, որոնք օտար երկիր են գնացել հարևան, նրանք հավատքի մեջ տկարացած, հեռացած մարդիկ էին։ Եվ հա գնաց Սամարիայում Փիլիպոսը ավետարանեց եւ սամարացիները ապաշխարեցին անգամ Սիմոն Մոգին մասին էլ է գրում նա այլ ապաշխար։ Ինչպես աշխատանք կատարեց Փիլիպոսը սարկավակ էր ինքը։ Մեր Գևորգ եղբորը Տերորդ Իրան ես հիշում եմ Հայաստանի արտության ժամանակ երբ
60-ական թվականներից հետո Հայաստանի մարդություններով մեր բոլոր եղբայրների մեծամասն երիտասարդները ցվերված էին Հայաստանի տարբեր տարածքներում։ Ես մշեր եղբորեի կամ շատ եղբայրների Զանգեզուր, տարբեր տարածքներ, Գորիս, Մեղրի, Քաջարան տարբեր տեղեր, Եղեգնաձոր, Վայք եւ ամեն մի եղբայր ծառայության մեջ էր եւ դրանք բոլորը նրանց աշխատանքի արդյունք է եւ այն, որ այսօր Հայաստանում այս արտություն կա Սարգսակը այն հովիվին օգնող այն ծառայողն է, որ նա հետևում է բոլոր բաց թողած նա հետևում է ով եկավ այսօր ժողովի ով չեկավ ընտանիքները ոնց են հովիվը հանրական է տարեց կամ ինքը հովից զբաղվածությունը մի կողմ թողնելով ինքը այցելում է բոլոր ընտանիքները հետևում են դրանց նյութական, տնտեսական եւ ընտանեկան վիճակներին։ Փիլիպոսը այդ մեծ աշխատանքը կատարեց։ Նա Սամարիայի մեծ աշխատանք կատարեց, Սիմոն Մոկն անգամ ապաշխարեց որպես թե, բայց հետագայում իր որոշ վիճակը բացվեց եւ Փիլիպոսի աշխատանքի արդյունքներ սամարացիները դարձի եկան։ Երբ կենտրոնից որտեղ երեսները նստած էին Հակոբոսը, Պետրոսը, Հովհաննեսը, իմանալով որ Սամարիայի մարդություն կա եւ այդ արդյունքը եղել էր Սարգսակ Փիլիպոսի միջոցով։ Եվ եկան տեսան որ մեծ արդյունք կա, բայց Փիլիպոսը այնքան արդյուն եղբայր էր, իրան չտրված բաժինի մեջ չմտավ, նա Սուրբ Հոգու մասին չէր խոսացել։ Նա չխոսած որ գոյություն ունի Սուրբ Հոգի։ Մենք շատերս հատկապես նորահավատները մեկին բռնաստում են, գիտես Սուրբ Հոգի կա։ Այդ մարդ անտեղյակա ճշմարտությունից, անտեղյակա Հիսուսից, անտեղյակա ավետարանից եւ մեր եկեղեցում է շատ վնասներ կրեցին առաջի շրջանում, շատեր առան Սուրբ Հոգին, մկրտվան թե չմկրտվան, ոմանք թե հոգյարին բաշխարին փողոցներում այդպես, նրանք հեռացան եկեղեցուց։ Սուրբ Հոգին տրում է նրանց համար, որոնք նվիրված են, Հիսուսն է իրանց կյանքի նպատակը։ Եվ Փիլիպոսը Սուրբ Հոգու մասին չէր խոսել։ Այդ ժամանակ եկան, իրան չէր տրված, իրան չէր ասել Սուրբ Հոգին։ Եկան Հովհաննեսն ու Պետրոսը, տեսան, որ ամեն բանը կարգին է եւ աղոտ կարեցին Սուրբ Հոգով մկրտվեցին սամարացիները։ Թող օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը, եւ մենք էլ սովորենք ամեն բան ավետարանից, Փիլիպոսը սովորել էր այդ դասը եւ առավել Տերը օգտագործեց Փիլիպոսին գնաց մի մարդ, որը մեծ հարուստ էր, ինքը Եթոպիայի երկրի գանձապետ էր, ֆինանսների նախարարն էր, նա եկել էր Երուսաղեմ երկրպագելու Տիրոջը, նա վերադարձի ճանապարհին Սուրբ Հոգին հիշտագի միջոցով Փիլիպոսին տարավ այն կարգի մոտ, որ գնում էր կարգի մեջ նստած Եթոպիացին երկրի այդ գանձապետը Փիլիպոսին Սուրբ Հոգին մոտեցրեց նրան եւ հիշտակը մոտեցավ կարգին եւ տեսնելով որ կարդում է ներքին այդ գանձապետը ասեց կարդացածը հասկանաս, ասեց ինչպես կարող եմ հասկանալ, եթե մեկը զիշ բացատրի։ Փիլիպոսը նստան դրա կողքը եւ անգամ կարևոր մի միտք արտած այդ մկրտության խորհուրդը բացեց, որ ավետարանում գրված է գնացեք այս ավետարանը բովանդակ աշխարհ քարոզեցեք։ Բոլորը ստեղծվածներին ով հավատա մկրտի պետք բերվի։ Առաջնային հարցը փրկության հարցը բարձրացեց։ Այնտեղ Սուրբ Հոգու մկրտության մասին չէր խոսել, իսկ այստեղ խոսեց մկրտության մասին։ Եվ ինքը ներքինին մկրտեց անապատի մեջ, որտեղ ջուրը հանդիպեց։ Թող օրհնյալ լինի Տիրոջը։ Դա Սարգսակ Փիլիպոսներ, որ ուներ 4 աղջիկ, 4-ն էլ ունեին մարգարեության պարգևներ։ Իսկ Ստեփանոսը, այդ Աստծոծառան, որի մասին գրված է, եւ Ստեփանոս, որ հավատքով ու զորությունով լցված մարդ մներ, մեծ հրաշքներ ու նշաններ կներ ժողովրդի մեջ, բայց ոմանք այն ժողովրդան են, որ ազատելուց եւ իրոնացած ալուսանցած կոչվեր, նրանք վիճաբանում են Ստեփանոսի հետ։ Հաջորդ գլխում կարդում ենք մեծ դժվարություններից հետո կարդում ենք որ եւ անոնք լսելով Ստեփանոսը որ շատ կիրթ էր Ստեփանոսը Աստվածածնչին տեղյակ մարդ էր 5 կտակարանը նոր կտակարանը եւ մկրտված Սուրբ Հոգով նա լցված էր Աստծո Հոգով եւ ինքը պապանձեցնում էր բոլորին խոսքի շատ կարևոր է սպասավոր եղբայրներին խոսքի իմացողություն որտեղ շատ հարցեր է լինում մոտենում են իրանց տերորդի եւ անոնք որ այս բաները լսելով ինքը մարգարեներին որը չալացեցին ասում ձեր հայրերը պատմում էին կտակարանի դեպքերս Ստեփանոսը եւ ասում նրանց դուք որ օրենքը առիք հրեշտակներու մատակարարությունը ոչ պայեցիք հանդիմանում անգամ եւ անոնք այս բաները լսելով սրտերում մեջ կկատաղեին ու ակրաններին կկրճետեին անդոր վրա
բայց անիկա հոգով սրբով լեցված երկինք նայեցավ, չի նայում իրան հալածողներին, չի անարգում նրանց, չի ընդդիմադրում, բայց անիկա հոգով սրբով լեցված երկինք նայեցավ։ Այնտեղ աշակերտները ձեր մեջից ընտրեցիք իմաստությունով Սուրբ Հոգով լեցված ոմանց եւ 7 հոգի նրանց ընտրություն կատարվեցավ։ Եվ ասма երկինք նայեցավ եւ տեսավ Աստծո փառքը, տեսեք սարգսակին եւ անգամ միգուցե առաքյալներին չէր բացված երկինքը, բայց անիկա հոգով սրբով լեցված երկինք նայեցավ եւ տեսավ Աստծո փառքը ու Հիսուսը ալ որ Աստծո աչքով մկայներ էր եւ ստավ հա կտեսնեմ երկինքը բացված եւ որդին մարդու Աստծո աչքով մկայնած իսկ անոնք մեծաձայն աղաղակով ականջներին գոցեցին եւ ամենը մեկեն վազեցին անոր վրա եւ քաղաքեն դուրս անելով կքարկոցեին զանիկա սիրելի Գևորգ եղբայր եւ սիրելի եղբայրներ մեզից հերու չի այդ քարկոցումը եկա օրեր երբ դժվար օրեր արդեն մոտենում երբ մեր հոգեվոր կյանքը ընկած լինի մենք չենք կարող դիմանալ Ստեփանոսը լցված էր եւ իմաստությունով եւ Սուրբ Հոգով լցված եւ ինքը զորացած էր Սուրբ Հոգով իսկ անոնք մեծաձայն աղաղակելով ականջներին գոցեցին եւ ամենը մեկեն վազեցին անոր վրա ու քաղաքեն դուրս անելով կքարկոցեին զանիկա եւ վկաներ իրենց հանդերձները զոգ պահ կտնեին երիտասարդի մե ոտքերունքով որ սողով կսեր եւ կքարկոցեին Ստեփանոսը որ աղոտ կներ ու կսեր Տեր Հիսուս ընդունե իմ հոգիս եւ ծունկի վրա գալով բարձրացան աղաղակեց Տեր այս մեղքը մի սեպերատոնց սա ինչ հոգի է սա ինչ կառույց է սա ինչ հոգեվոր աստիճան է իրան քարկացողների համար որ ինքը ճշմարտություն է խոսել ծնգի գալով նախ տեսնում է երկինքը բացված հոր Աստվածորի աշխողը Հիսուսին նստած եւ ծնգի վրա գալով բարձրացան աղաղակում Տեր այս մեղքը մի սեպերատոնց իսկ մենք որ լինենք իշկանենք Տեր այս մեղքը մի սեպերատոնց եւ զայս ստելով ննջեց սողոսր կամակից էր անոր սպանվելու թող օրհնյալ լինի Տիրոջ անվայով սարկավակի ծառայությունը լուրջ ծառայություն է նա ավելի շատ աշխատանք է կատարում քան հովիվ է նա աշխատմեն աշխատանքը որ հովիվին պետք է հովիվները պատրաստ կանգնած են նրա համար հետևելու հոգիների կառույցին հետևելու խոսքին հետևելու աղոթքին իսկ սարկավակները հավատարիմ օգնողներ են առաքյալները կենտրոնում նստած էին Ստեփանոսը Փիլիպոսը մեծ դաշտ էին արդեն Ստեփանոսը մի դաշտ էր գտել Փիլիպոսը մի այլ դաշտ էր մտել եւ մեծ աշխատանք էր կատարում ես մի բան եմ հասկացել որ կյանքի մեջ առաջի հարցը մի կարևոր գործ կա որ դա աշխատանք է հավատքը դա աշխատանք է հավատքը դա աղոթքի կյանք է եթե հավատացյալ եղբայրը աղոթքի կյանք չունի աղոթքը դա աշխատանք է, պաշտոն է դա։ Ամենից արդյունավետ աշխատանքը աղոթքն է։ Աղոթքով լուծում է բոլոր հարցերը։ Օրինակ, երբ որփեվարի կինը հալածվում էր ոսոխից, նա ինչ արեց։ Նա հարատև աղոթք արեց, այնքան աղոթեց, մինչև անիրավ դատավորի սիրտը ոչ թե փոխվավ, ասում, ես կնոջից բռնեմ նրանից ձանձրացել էր, իրան ազատ արձակեց։ Եվ Հիսուսն ասում է, տեսեք, որփեվարի կինը այնքան աղոթք արեց, դատավորին այնքան նեղություն տվեց, որ ինձ ոսողից ազատի։ Երանին սպասավորին, որ աղոթքի կյանք ունի, որի ծնգերը մազոր ունի։ Եվ երկինք բարձրանանք, մեր ծնգերը պետք է ստուգի Աստված, մեր ծնգերը մազորել է, թե մազոր չէ։ Թե փափուկ մնացել է, սկի ծնգի էլ չենք եկել։ Թող Տիրոջ անունը փառավորի։ Քանանացի կնոջը երբ Հիսուսը մերժում է, քանանացի կինը փոխանակ, Հիսուսն ասում է, ես ձեր համար չեմ եկել, չես եկել հետևից ծնգել։ Հիսուսը իր հավատքը ուզում է կոտրի, իսկ քանանացի, իսկ որ այդ քանանացի կինը իր աղջիկը լուսնոտ էր, այս կինը հետևում է Հիսուսին, ասում է, ես Իսրայելի տղաների համար եմ եկել, Իսրայելի ժողովրդի համար եմ եկել, ես չեմ եկել, ես գործված ոչխարների համար եմ եկել։ Արժանի չի տղայու ցածարներ շներին տալ, վիրավորում է կարծես է, անարգում է քանանացի կնոջը, որտեղ դրանք լքել էին Հրեաստանը գնացել են Սամարիա։ Հիսուսի խոսքը ճշմարիտ էր, արժանի չի տղոցած առնել շներին, դրանք որոնք հավատքը մերժում են եւ գնում են, դրանց համար ես որպես շներ, բայց այս կինը չվիրավորվեց, թեկուզ մի քանի անգամ կոտրում է հավատքը, բայց չի կոտրում։ Տեր իմ ասեց թող տղաներն էր, որ հաց են ուտում փշտակները թափում է, թող շներն էր սեղանի տակի փշտակների, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Իմ ասելուց նպատակն է նմանապես մեր ժամանակները պահանջում աղոթքի կյանք։
Շատ կարևոր հարց է աղոթքի կյանքը։ Աղոթքը դե լուրջ աշխատանք է։ Երբ 3.5 տարի երկրի վրա անձրև չերեկե, Եղիա մարգարեն Կարմեղոսները բարձացավ 8 անգամ աղոթք արեց։ 8 անգամ, մեկ անգամ աղոթելից հետո 7 անգամ էլ աղոթք արեց։ Եվ իր ծառային Գեզեին ասում էր նայ արևմուտքից, որովհետեւ մի ամպերևում է։ Մենք շատ անգամ լդեր աղոթքը դա աշխատանք է, դեր արդյունքի չասած մի ուրիշ գործի ենք դրում։ Մի դու որ աշխատում ես, քու գործը քեզ չես թողի գնաս ուրիշ գործի։ Այդ գործը պետք է վերջացնել։ Մենք պիտի հետևենք, շատ կարևոր է։ Երբ Հակոբը աղոթքեր գնացե, երբ իր եղբորը պետք է հանդիպեր Եսևին, նա երկար աղոթեց, հրիշտակը հոգնել էր, հրիշտակն ուզում էր ազատվի Հակոբի ձեռից, Հակոբը թույլ չտվեց իրան գնա, ինձ չորտնեց, իմ հորդորն է, իմ խնդրանքն է, աղոթքի կյանք ապրենք, վերջի ժամանակներն ենք ապրում, այն հոգիները, որոնք աղոթքի կյանք են ապրում, իսկապես պիտի օրհնություն շարանգեն, որ Փեվարի կնոջ համար ասեց, ես կինը առավ դատավորից, իսկ դու գիշերու ցերեկ որի մոր արշև աղոթք եք անում, պիտի չորտնվեք, պիտի թող օրհնյալ լինի Տիրոջանը մեր Գևորգը։ Ես կուզեմ, կարծեմ գրիշ եղբայրը կարծած այդ մասին, Սարգսակի ծառայության մասին եղբայրը կարծած, որը գրված է Գործ Առաքելոցի մեջ հետևյալ տեղերը, ես պիտի Տիմոթեոսի թղթում հետևյալ տեղերը պիտի կարդամ, ես մաս Նույնպես էլ սարգսակները լինեն ծանրաբարո, ոչ կեղծավոր, հիշում եք Աքարը, որ գնաց նոր երկիր, ինչ տարավ իր հետը, Անանյան ու Սափիրան ուզեցին անցնել այդ արանքը չանցավ, նրանք ուզեցին սուտը ճիշտ տեղ անցկացնել։ Հիմա նայում ենք, որ իսկապես Աքարը, որ գնում էր նոր երկիր, ինչ տարավ հետը, ասեց, որ Երիքովից ոչինչ չվերցնեք Եսուն, իր այդ ինչ վերցրեք հիշեք, 3 կարևոր բան իր համար, մեկը չարիքների արմատ արծաթը, երկրորդը փարիսեցական խմոր, որ է կեղծավորություն, երրորդը բաբելոնյան վերարկու, մարդը որ հավատք է գալիս, ուժում է իր հին տիտղոսներ բերի, Աքարը իր այդ տարերը, Հիսուսն ասեց, մեկդի մնացեք փարիսեցական խմորից, որ է կեղծավորություն։ Ասելուց նպատակն հավատացյալը երկլեզու չպիտի լինի, ուղիղ խոսող լինի եւ սիրով ուղիղը, ոչ թե չոր ուղիղը, սիրով բացատրի, խարատով, սիրով, որպեսզի դիմացինը դրանից համոդառնի։ Բաբելոնյան վերարկը, իր հին դիրքը, հին տիտղոսը եւ երրորդը չարիքների արմատը։ Սպասավոր եղբայրը պիտի հետևի նմանապես այս կարևոր բաներին։ Նա իր հետ խոսող հոգից, որտեղ հոգիները տարբեր են եւ տարբեր խոսելակերպ ունեն իրանք։ Անգամ եղել է այս նորոգավիթում մի քույրիկի մեկի մասին խոսում էր ու ներկում է դրան, ներկում է իրան սրբացրեց, իրան մրեց։ Այդ պարագային ներս մտավ այն քույրիկը, որի մասին խոսում էր։ Ինչքան ծանր վիճակ էր այն քրոջ համար, որը ինքը չարախոսում էր կամ իր գլուխն էր գովում նրան նսեմացնելու համար։ Ասի քույրիկ, այն քույրիկը, որի մասին խոսում են, ներս մտավ, եղբայր չասես, չէ պետք է ասեմ ասի։ Ծանր տարավ, բայց բժշկվեց։ Շատ կարևոր է մենք սովորենք մաքուր խոսել։ Պողոս առաքյալը Փիլիպպեսների թղթում գրում է, ուզում եք Աստված ձեր հետ լինի։ Բոլորն ասում են ուզում ենք, էլի ճշմարիտ կյանք ապրի, արդար կյանք ապրի, մաքուր կյանք ապրի, սիրով կյանք ապրի, ազնիվ կյանք ապրի, տես քո առաքյալները ոնց են ապրի, այդպես ապրի եւ Աստված քո հետ կլինի։ Ուզում ենք Աստված հոմլեսի սիրում է, բայց հոմլեսի հետ ընկերություն չանի։ Աստված արդարի սուրբի հետ է գործանում։ Աշխատենք սրբությունը, որ հատկապես սպասավորը իր ապրած կյանքի մեջ պիտի մաքուր ապրի։ Նա բռնվելիք տեղ կունենաս թերություններ, ցայտակումներ, բայց ընթացքում բժշկվում է բոլորը։ Տերորդի մեր Գևորգ եղբորը նմանապես ես կուզեմ, որ իր կողակցի համար գրված է նմանապես անոնցքիները ծանրաբարորն են, շատ թույլ դաշտա կնոջ դաշտը, կանայք շատ վիրավորում են, երբ իրանց ամուսինները եկեղեցիական կարգ ու կանոններից որոշ բաներից տեղյակ չեն պահում, միշտ ուզում են իմանան, Գևորգ եղբայր Արթուն եղիր, նա կուզեն իմանան, թե եղբայրությունը ինչ է որոշ է կամ որ աղջիկը ում առավ, շատ այնպիսի բաներ, որոնք տգեղ են, նրանք թույլ տեղը գտնում են, ուզում են իմանան։ Տարիներ անցել է, կինս ասում է, մի օր միշտ դրսից եմ իմանում, դրսից անողներն են սխալ արի ասի։ Դու չես իմանա,
դրսից եկողին պետք է բերանդ փագես դու այսպես պետք է փագես բերանդ ոչ դրսից ներ ոչ ստեղից դուրս Տերը տա գևոր չեղբայր Տերը օրտեքես իմաստությամբ լսվեց խոսքի իմանալը քարոզելը շատ է բայց բնությունը մեր պետք է Աստծուն հաճելի լինի նույնպես սարկավակները մեկ կնոջ այրելան եւ իրենց զավակներուն եւ իրենց տանը աղեկ վերակացություն ունենալան ամենաբարդ գործը քույրիկի գործն է մենք սավորը դուսնակ լինում մենք գնում ենք մեր անգամ շատ անգամ ընկերներով եղբայրներով տեղ բայց կինը մնում է տունը երեխաներ գիտեմ որ առայժմ ընտանիք զավակ չունես բայց Տերը տա որ քույրիկին զավակներ տա եւ իրենց զավակներուն եւ իրենց տանը աղեկ վերակացություն ունենալան քանզի անոք որ սարկավակության պաշտոնը աղեկ կկատարեն բարի աստիճանը իրենց կշահեն ու Քրիստոս Հիսուսի վրա եղած հավատքի մեջ շատ համարձակություն Տերը օրհնի